Բարեբոլորին, ես շարունակում եմ իմ վիդեո դասերի շարքը եւ նախապես ասեմ, որ չմոռանաք բաժանորդագրվելու եւ լայքելու մասին, ես անդրադառնալու եմ այսօր V-Ray MTL այստեղ V-Ray ցանկի միջից, V-Ray մատերիալներից հենց V-Ray MTL-ին ոնց ենք տեղադրում կրկնակի կլիկով կամ ձախ կոճակը սեղմած, այսպես սեղմած բերում ենք տեղադրում այս հատվածում Ես ինչպես եմ կարող տեղադրել, ուրեմն նայեք օբյեկտը նախ պետք է նշվի անպայման նշում ենք օբյեկտը եւ անպայման նշում ենք մատերիալը այս սպիտակ գծերով պետք է ընդգծված լինի եւ այս սրանով կիրառում ենք այս գործիքների միջից 4-րդ assign material to selection եկեք գույն տամ իրեն ես օրինակ կանաչ եմ տալիս Եվ սրանով կիրառում այստեղ եկեք ինտերակտիվ ռենդերը միացնենք անջատում եմ այստեղից այս եռանկյունի կանաչ տեսնում ենք սրա վրա սեղմելով ինտերակտիվ ռենդերը միանում այսպես միացնում եմ եւ մաքսիմում ամենակարևոր հատկություններին եմ անդրադառնում ուրեմն կանաչը որ դրեցինք մենք դիֆուզն է դա գույնը Այստեղից կարող փոփոխենք ցանկացած այլ գույն, բայց թողում եմ կանաչը reflection-ը արտացոլանք, save-ը մաքսիմում ոչ արտացոլող, սպիտակը արտացոլվող, արտացոլանք վերցնող։ OK եմ ասում, թողնում եմ արտացոլանք ունեցող եւ այստեղ glossiness-ը 1-ը ամբողջությամբ փայլ ունեցող, 0-ն մաքսիմում անփայլ Դարձնում եմ 1 իհարկե այստեղ պլաստիկի կամ չգիտեմ ուրիշ մատերիալներ ստեղծում շատ օգտագործում են glossiness-ը կիսափայլ հատկություն ունենալու համար թողում եմ 1 այստեղ ես Fresnel reflection-ին շատ չեմ անդրադառնում այս հատկություններին մի ուրիշ դասի ընթացքում երևի թե այսպես Fresnel-ին ես որ այստեղ փիչկան հանեմ ինքը դառնում է խրոմ հայելապատ ես միացնում եմ այս ֆունկցիան Fresnel EOR-ին չեմ անդրադառնում դա մի առանցին թեմա է բավականին հետաքրքիր մետալնիսը մետաղականությունն է նշանակում այսինքն մաքսիմում 1-ը մետաղական 0-ն մետաղականություն չունի ռեֆրակտը թափանցիկություն սպիտակ թափանցիկ է դարձնում, save-ը անթափանց։ Ինչու է գույնը փոխվում։ Այստեղի գույնը ընդհանրապես դեր չունի թափանցիկության ֆունկցիայի վրա։ Այստեղից refraction-ի գույնը փոխում է fog color-ը։ Այստեղից որ ես գույն եմ նշանակում, օրինակ կանաչ, այնա։ Ինչքան գնացինք, բարձր արժեք ենք տալիս, այդքան ավելի մուգ է լինելու։ Այստեղ ցանկացած գույն դնում ենք մեր թափանցիկությունը մոդելի կարանք ինտերակտիվով ստուգենք fog color-ը իդեպ ասեմ որ ես այստեղ թեյնիկի վրա նշանակել եմ shell ես shell-ը տվել եմ թեյնիկին ինչի համար եթե shell-ը միացած չի նախ եկեք fog-ը մի պահ ես փակեմ այստեղ նույնիսկ refraction-ը որտեղ թափանցիկություն հատկությունն եմ տվել refraction-ը ցույց է տալիս նայեք տարբեր shell-ի դեպքում ուրիշ ձևի ապակին թափանցում եւ արտացոլանքը երևում նայեք ներսի այս առանց shell-ի ինքը միաձույլ է ամբողջությամբ մեջը ապակի է ինքը լցոնված իսկ shell-ը միացած ինքը բարակ շերտ ունի մեջը դատարկ որպիսի ճիշտ իրական ապակին նախ իրականում ապակին միշտ հաստություն ունի լինի շատ բարակ բայց ամեն դեպքում ունի հաստություն իրական կյանքի այսինքն չափորոշիչներով ենք մաքսի մեջ աշխատում որպեսզի ճիշտ արդյունք ունենանք այստեղ shell-ը հատկություն ես տվել եմ եւ shell-ից հետո եթե ես shell-ը չտամ
Եկե հասկացանք ռեֆրակտի ժամանակ ինչա տեղի ունենում, իր թափանցիկությունը ուրիշ ձևի է լինում, նույնիսկ նաև fog color-ն է փոփոխվում։ Եկեք այստեղից կանաչ եմ տալիս, օրինակ, այսպես։ Տեսեք, shell-ի պարագայում ուրիշ է, առանց shell-ի սև է։ Ինչի, որովհետև ամբողջությամբ մեջ ապակի է եւ այդ ապակին այդ ապակու խտությունից, հա, մատերիալի նյութի խտությունից բեկումը շատ քիչ է տեղ ունենում լույսի եւ դրա շնորհիվ կանաչը մենք չենք է տեսնում։ Իհարկե նմանատիպ իրավիճակի ժամանակ այս դեպտը կարող ենք բարձրացնենք 1-ը, օրինակ դարձնենք այստեղ 35, տեսեք 80, օրինակ, եմ ասենց կարանք բացենք, բայց որպեսզի նմանատիպ խնդիր չունենանք, ընդհանրապես shell-ը պիտի միացնենք, որպեսզի ճիշտ իրական ֆիզիկայի օրենքներով աշխատի։ Այսպես ես բաց գույն եմ դնում, այս էլ մեր թափանցիկության գույնը։ Ամենակարևորն անդրադարձա երևի թե մի հատ առանցին դաս ես անդրադառնամ ավելի մաքսիմում այդ տեսնենք ժամանակը ցույց կտա, շնորհակալ եմ, հաջողություն։